Ողջույն բոլորին, այս տեսանյութում հուլիսի 25-ի լուսնային օրացույցն է։ Մինչև ժամը 19:52 դեռ կլինի լուսնային 11-րդ օրը։ Սկսված ժամը 19:52-ից մինչև հուլիսի 26-ը ժամը 20:44 կլինի արդեն լուսնային 12-րդ օրը։ Այսօր լուսինը կանգնած դիրք ունի ժամը 18:58-ից մինչև հուլիսի 26-ը ժամը 17:44։ Հուլիսի 25-ին լուսինը գտնվում է աղեղնավոր նշանում, լյարդը, սրբոսկրը, ազդոսկրը, պոչի ոսկորը, կոնքի մկանները, կոնքի հոդը, գոտկային ողը և գոտկային մկանը։ Այս օրգանները բավականին զգայուն են, դրանց նկատմամբ լրացուցիչ խնամք ցուցաբերեք։ Իսկ աճող լուսնի ժամանակ վիրահատություններ չի թույլատրվում։ Լուսնային 12-րդ օրվա խորհրդանիշը դա սիրտն է և գավաթը։ Սիրտը սեր է։ Օրվա կարգախոսը թեթևությունը ամեն ինչում։ Օրվա գույներն են կանաչը, կապույտը և դեղինը։ Օրվա քարերն են ամեթիստը, լազուրիտ և մարջանը։ Այսօր ամեն պարագայում պետք է զսպեք ձեր էմոցիաները և կրքերը։ Խուսափեք վեճերից և վերահսկեք ձեր մտքերը։ Եղեք ընկերասեր և սիրալիր բոլորի հետ։ Այսօր աղոթքի օրն է, Աստծո հանդեպ սիրո օրը։ Անկեղծ աղոթքները ոչ միայն կլսվեն, այլ նաև կկատարվեն։ Նվեր տվեք, աշխատեք ուրախություն և հույս սերմանել մարդկանց սրտերում։ Ոմանք կարոտ կզգան։ Այսօրն իր մեջ պարունակում է զգացմունքներ, հարգանք և անկեղծություն։ Խնդրեք և ձեզ ամեն ինչ կտրվի։ Ձեր ներսում մի պահեք չարություն և վրդովմունք։ Մի լացեք։ Մարդիկ, ովքեր հոգեպես զարգացած չեն, կսկսեն քննադատել բոլորին։ Ըստ իրենց ամեն ինչ չէ, որ իրենց համապատասխանում է, և կգան այն եզրակացության, որ մարդիկ պարզապես արժանի չեն իրենց սիրուն։ Պետք է հասկանալ, որ իդեալական սերը պետք է պահպանել, դա հենց այնպես չի տրվում։ Բարեգործություն արեք։ Օգնեք ձեր հարևաններին և ովքեր օգնության կարիք ունեն։ Եղեք անկեղծ այսօր և իհարկե շատ բարի։ Մի նախանձեք ուրիշներին, դուք ունեք ձեր կյանքը և ձեր սեփական ուղիներն այս կյանքում։ Եղեք երջանիկ նրանով, ինչ ունեք, և ոչ մի դեպքում մի դրսևորեք զայրույթ և ատելություն։ Պարգևեք նաև ուրախություն։ Եվ հասկացեք, որ կարևոր չէ խաղալ սոցիալական դերեր։ Դրանք ընդամենը խաղ են և դիմակ։ Միայն պետք է հանել և ապրել ավելի հանգիստ։ Եվ այդ ժամանակ ձեր կյանքը կլցվի լույսով և սիրով։ Եթե այս լուսնային օրը կարողանաք պահպանել այդ խաղաղ, հանգիստ, երանելի ժամանակը, երանելի վիճակը, ապա դուք անսպասելի երջանկություն կգտնեք։ Օրվա ընթացքում սահմանափակեք ձեր սնունդը, ավելի շատ հեղուկ օգտագործեք, ինչպես նաև կարող եք զբաղվել սպորտով, բայց ձեզ շատ մի ծանրաբեռնեք։ Սիրտն ու նյարդերն այսօր շատ խոցելի են։ Հղիություն։ 12-րդ լուսնային օրը բեղմնավորված երեխաները կամ դժգոհ են լինում, կամ մշտապես անցնում են փորձությունների միջով, որոնք իրենց բաժին է հասնում և դրանով են մաքրվում։ Այս երեխաները ուժեղ ինտուիցիա կունենան, նրանք կարող են բուժիչ կարողություններ ունենալ։ Եթե որոշել եք այսօր հղիանալ, ապա ոչ մի դեպքում մի արտասվեք։ Իսկ 12-րդ լուսնային օրը ծնվում են մարդիկ, որոնց հոգին ուղղված է մարդկանց օգնելուն։ Նրանք ողորմած են, խաղաղասեր, ամաչկոտ և հմայիչ։ Այսօրը ծնված մարդը միշտ պատրաստ է օգնել, կարեկցանք ցուցաբերել։ Նա կոնֆլիկտային չէ, հազվադեպ է վատ լինում, ամեն խնդիր փորձում է լուծել խաղաղ ճանապարհով։ Շփվում է տիեզերական ուժի հետ և ստանում է իմաստություն։ Նրանք կարողանում են բուժել մարդկանց իրենց էներգիայով։ 12-րդ լուսնային օրը ծնված մարդու կոչումը դա ուրիշների տառապանքը թեթևացնելն է։ Այսօր շատ ալկոհոլը, ինչպես նաև նիկոտինը անուղղելի վնաս կհասցնեն ձեր օրգանիզմին։ Այսօրը նաև հակացուցված է ձու և ձուկ ուտել։ Սանրվածք։ Եթե այսօր չկտրեք ձեր մազերը, իրենք դեռ երկար կմնան այդ տեսքին։ Եթե ցանկանում եք առողջություն և շատ էներգիա ունենալ, կարող եք մի փոքր կտրել, բայց առավոտյան։ Օգտագործեք վիտամին E ցանկացած քսուկների մեջ։ Եղունգներն աշխատեք այսօր չկտրել, կարող եք միայն խնամել և լաք քսել։
Այսօր բարենպաստ է բնական նյութերով ներկելու համար, որքան օրիգինալ է այսօրվա սանրվածքը, այնքան ավելի հավանական է հաջողության հասնել բիզնեսում և անձնական կյանքում։ Կարող են հաջողության հասնել դիզայներները, նկարիչները և ոճաբանները։ Լավ օր չէ որևէ ձեռնարկումների համար։ Բացառությամբ բժշկական ոլորտը։ 12-րդ լուսնային օրը սկսված բուժման կուրսը սովորաբար հաջող է լինում։ Նշանակալից իրադարձությունների համար այդքան էլ բարենպաստ չէ։ Բարենպաստ է բարեգործական կազմակերպությունների գրանցման, բարեգործական համերգների և վճարների համար։ 12-րդ լուսնային օրը դուք կարող եք հանդիպել ձեր իդեալական սիրուն, որի հետ հանդիպելով դուք կգտնեք նաև ձեր կյանքի իմաստը, ինչպես ասում են, ապրիր սիրելու համար և սիրիր ապրելու համար։ Հրաշալի ապագա է սպասվում լուսնային 12-րդ օրը գրանցված ամուսնական զույգերին։ Իհարկե, եթե սիրո հիման վրա է։ Եթե անգամ ամուսիններից մեկը մահանա, մյուսը երբեք կրկին անգամ չի ամուսնանա։ Իրենց մասին է այս խոսքը։ Նրանք ապրեցին երջանիկ և մահացան նույն օրը։ Եթե որևէ մեկին վիրավորել եք, ապա այս օրը հարմար օր է ներողություն խնդրելու համար։ Ձեզ անպայման կներեն։ Նաև դուք ինքներդ անկեղծորեն և ձեր սրտի խորքից պետք է ներեք ուրիշներին։ Եթե դա ձեզ հաջողվի, ապա դուք էլ կզգաք, թե որքան թեթևացաք, որ դա իրոք խանգարում էր ձեզ ապրել։ Ովքեր հավատում են էզոտերիզմին, ապա այսօրվա կոտրված սպասքը և թափված հեղուկը տառապանք և միայնության նշաններ են, և ցույց է տալիս, որ այն ճանապարհը, որով գնում եք, դա սխալ է։ 12-րդ լուսնային օրը ավելի շատ տեսնում ենք մարգարեական երազներ, պարզապես պետք է կարողանաք հասկանալ դրանք։ Դրանք գրեթե բոլորը կատարվում են, ընդ որում 7-րդ օրը։ Այգեգործության համար այսօր կարող եք բույսեր ցանել և տնկել, իսկ փոխպատվաստում չի կարելի։ 12-րդ օրվա հիվանդությունները վտանգավոր են, բայց ոչ մահացու։ Բայց դրանք պահանջում են հատուկ ուշադրություն և խնամք։ Խուսափեք նաև այսօր չափից շատ ուտելուց։ Կերեք ավելի շատ բանջարեղեն և մրգեր և խմեք շատ հեղուկներ և բնական հյութեր։ Շատ լավ ժամանակ է երիտասարդացման և կոսմետիկ միջամտությունների համար։ Այսօր սրտի և նյարդային համակարգերը հարվածի տակ են։ Դրանք հատուկ ուշադրություն են պահանջում։ Այսօր խուսափեք նաև ծանր ֆիզիկական աշխատանքից, նաև վազքից։ Հարսանիքի համար հիանալի օր է նաև եկեղեցով ամուսնության համար, որովհետև ամուսնությունները կնքվում են երկնքում և Աստծո սերը մարդկության նկատմամբ այսօր շատ ակնհայտ կլինի և բոլոր տեսակի օգնության աղոթքները արագ կհասնեն Արարչին։ Այնուամենայնիվ կա մեկ նախազգուշացում, եթե դուք բնատուր խանդոտ եք և չեք կարողանում վերահսկել այդ հատկանիշը, ապա անպայման պետք է հետաձգեք ձեր հարսանիքի օրը։ Հակառակ դեպքում ամուսնությունը երկար չի տևի։ 12-րդ լուսնային օրը հարմար չէ լուրջ ֆինանսական գործարքների համար։ Խուսափեք որևէ նոր բան սկսելուց, ակտիվ քայլեր ձեռնարկելուց, առևտրից, խաղամոլությունից կամ նաև դատական գործընթացներից։ Եվ իհարկե, որպես ևս էզոտերիկայով, 12-րդ լուսնային օրը կոչվում է բանավոր մոգության օր։ Ձեր ցանկացած յուրաքանչյուր ցանկություն անպայման կիրականանա, նաև բառերը նույնպես։ Ինչ կարելի անել այս լուսնային օրը։ Ընտանեկան շրջանակում հաղորդակցություն շփում, առօրյա գործեր, նախագծերի ավարտ, թեթև տնային տնտեսություն, տոներ կամ երեկույթներին, մասնակցել կամ անել։ Եվ ինչից պետք է խուսափել այս լուսնային օրը, հաղորդակցվել բարդ թեմայի շուրջ, պլանավորել լուրջ գործեր, չափից շատ ուտել և գումար և պարտքով տալ և պարտքով վերցնել։ Եվ այսօր բարենպաստ է ձուկ որսալ, գայլաձուկ, պերճ, բրեմ, նաև ճիճուների դեմ պայքարի համար է այսօր շատ բարենպաստ խալերի հեռացում, դաջվածք, պիդիկյուր կամ մանիկյուր անել։ Նաև բարենպաստ է գումար հավաքել, նոր բաներ սկսել, դատական գործերի համար, բայց ոչ դուք դիմեք։ Խոսել տնօրենի հետ, վերանորոգման աշխատանքների սկզբի համար, նոր տուն գնել, տեղափոխություն բնակարանամուտ, ասեղնագործության համար է լավ, ձվերը դնել ինկուբատորի մեջ։ Այսքանը սիրելիներս, ձեզ հաճելի օր եմ մաղթում։